Ուրիշի նյութեր շատ քիչ եմ տեղադրում, տեղադրելուց հետո էլ երբեմն հետագայում հեռացնում եմ, վերջերս մի նյութ էի տեղադրել, այբուբենի մասին էր, որ այբենարանում Մեսրոպ Մաշտոցի նկարը չկա, բազմաթիվ մեկնաբանություններ կային, լայքեր կային, բավականին շատ դիտումներ, ու մտածեցի, արդյոք հնարավոր չի 60-ական թվականների այբենարանները նորից հրատարակել, արդեն փորձված, բավականին տպավորիչ գեղեցիկ այբենարաններ էին, բայց մեկ այլ բանի մասին էլ եմ ուզում խոսել, մեկնաբանությունները բավականին շատ էին, և իրոք սխալ է, որ Մեսրոպ Մաշտոցի նկարը այբենարանում չկա, բայց զավեշտալի է նաև, որ բազմաթիվ մեկնաբանությունների 25-ից 30%-ը գրված էր կամ լատինատառ, կամ ռուսատառ, այդ մարդիկ մեկնաբանություն գրելու փոխարեն ավելի լավ կլիներ անցնեին հայատառի, շատերը գիտեն, հայատառ չեն գրում տառասխալների համար, բայց մի քանի անգամ էլի եմ ասել, մենք գրողներ ենք ունեցել, որոնք գրել են տառասխալներով, և տառասխալներով գրելը ոչ մի սարսափելի բան չկա, ժամանակի ընթացքում մարդը կամաց-կամաց վարժվում է ճիշտ գրելուն,